Ուրեմն Պետերբուրգից դուրս գալուց առաջ նա մի նամակ գրեց Ստեփանոս Նազարյանին, որը ով գտնում էր Մոսկվայում։ Նամակի պարունակությունը այսպիսին էր. Վերադառնում եմ հայրենիք, բայց ուր է իմ սիրելի եղբայրը, իմ ցավակիցը եւ իմ ուրախությունները բաժանողը։ Ով պիտի ինձ մխիթարի։ Գերմանացիների մեջ երազի պես անցան իմ օրերը։ Կարոտով եմ հիշելու Եվրոպայի ոգեղեն կյանքը եւ մարդկանց ապրելակերպը։ Սակայն մարդուց բնորոշ է իր ուխտի նկատմամբ հավատարմություն։ Թեև սիրելի ազգակիցներս, հանուն որոնց զոհում եմ իմ կյանքի բոլոր վայելքները, ու դեռ պիտի զոհեմ, դարձյալ ու դարձյալ խոցելու են ինձ այնպես, ինչպես Եվրոպա մեկնելուց առաջ։ Միևնույն է գնալու եմ, միևնույն է վերադառնալու եմ։ Գնալու եմ, քանի որ Հայաստան երկիրը իր անխոս լեզվով, անբարբար բերանով ավելի է մխիթարելու են, քան նրա զավակները։ Եվ եթե դու մի օր ոտք դնես մեր պապենական հողին, որի տակ գուցե արդեն փտած կլինեն իմ ոսկորները, հիշիր, որ հայրերի երկրի տերն է տվել ինձ այդ զգացականությունը եւ առժամանակ կմնամ Մոսկվա, իսկ հետո միայն կլսես իմ նախնիների, իմ ձայնը կլսես նախնիների երկրից։ Գիտեք, էլի մտորելու, այսպես ինչ-որ տեղ նաև թաղցելու առիթ է տալիս այս նամակն էլ, քանի որ էլի նման է մեր ժամանակներին, դժբախտաբար։ Ուրեմն, և ինչու էր օրինակ, Աբովյանը երիտասարդ հազիվ 30 տարեկան, ինչու էր վստահ, որ մինչև Ստեփանոս Նազարյանի ժամանալը հայրերի երկիր, ինքը արդեն հող է դարձած լինելու։ Ակժունը պիտի արդեն հող դարձած լինի։ Մտածում ես, արդյոք նա գիտեր կամ զգում էր, թե որպեսզի դավեր են նյութվել իր դեմ, կռահում էր, թե ասենք նենգությունների ինչպիսի ցանցի մեջ է հանդիպելու իր ազգակիցներին։ Արդյոք գիտեր կամ կռահում էր, թե իր մասին բամբասանքները վաղուց տեղ են հասել եւ սիրելի ազգակիցները պատրաստ էին հակահարված տալու նրան, եթե հանդգնություն ունենար իր ետևից տանել հայ ժողովրդին։ Գիտեք, շատ հետաքրքիր հարցեր են սրանք, շատ հիմնարար հարցեր են։ Նախ եւ առաջ, երբ այդպիսի ծրագիր է ունեցել Աբովյանը, նաեւ շատ լավ ճանաչել է այն մթնոլորտը, որը փաստորեն խմորված էր արդեն հայկական միջավայրում, բամբասանք, դավեր, եւ ոչ թե նախանձի պատճառով, որովհետեւ ինչ պիտի նախանձեր, ասենք թե մի թերուս կամ ուսումնական կյանք չունեցող մեկը համալսարան ավարտած Աբովյանի, ոչինչ բանով, բացի նրանից, որ նա պիտի ներքուստ հակադրված լիներ այն ծրագրին, որ Աբովյանը ուներ, այսինքն մարդը հենց որ տեսնում է, որ իրեն ուզում են ինչ-որ տեղ բարձրացնել, զարմանալիորեն այդ մարդը սկսում է ընդվզել։ Կարծես թե բարձրանալը նրա համար լինում է ինչ-որ անընդունելի մի բան։ Չեմ հասկանում, ես ճիշտն ասած շատ եմ մտածել այս բաների մասին, բայց բացատրությունը ինքս չեմ գտել։ Եվ գիտեք ինչ կա, նաև քանի որ ես արդեն լավ գիտեմ այդ ընթացքը նրա կյանքի, այդ օրերին նա մտքի ծայրով անգամ չէր անցկացնում, թե
խավարի աշխարհում ուրեմն խավարամտության մեջ լույսի փոքրինչ արգայծումը այդ արգայծող մարդուն պետք է ճակատագրական ողբերգության հասցնի, դա պիտի լինի ճակատագրական։ Խավարի միտքը, որի ամիջական արտահայտություններն են վախն ու ազատության նկատմամբ եւ ստրկամիտ հնազանդությունը օտարին, այդպիսի ուրեմն մտքի դերը անասնական տագնապներ ունի, թե անկարծ կարող է խախտվել տասնամյակների դարերի ընթացքի իր շակերտավոր ապահով գերությունը, որ հիմա էլ շարունակվում է քրիստոնեական ազատագրության պատրանքների մեջ։ Ուրեմն հիմա տեսնում ենք, որ երկու տասնամյակ էլ չէր անցել այն ժամանակներից, երբ ռուսական նվաճումի զոհ դարձած հայերը, որոնք անշուշտ չէին մոռացել, հատկապես սերունդը հաճելով չէր մոռացել Պարսից խաների վայրագությունները, ստացան արքունական մի նոր կարգադրություն։ Դա Պասկևիչի ուրեմն կանոնադրություններ, ըստ որի նրանք պետք է քաշ տային, հայերը պիտի քաշ տային իրենց գոյությունը։ Այդ կանոնադրությունը հրապարակվեց 1837 թվականին, եւ դա պարզվեց, որ ոչ թե տասնամյակների համար է, այլ գրեթե երբեմն մտածում ես գուցե անվերջ, այսպես ասած, անսահման տևողության մեջ։ Համենայն դեպս արդեն 200 տարի է մենք հայտնվել ենք այդ կանոնադրության ճիրանների մեջ եւ չենք կարողանում դուրս գալ։ Եվ չենք էլ մտներովս էլ չի ասում, որ մենք դեռ ապրում ենք, շարունակում ենք այսօր ապրել 37 թվականին, 1837 թվականի Պասկևիչյան կանոնադրության մագիլների մեջ։ Գիտեք, բանն այն է, որ շարունակ ձեռքից ձեռքանցնող ժողովրդի համար պարսկական բռնատիրության մասին հիշողությունները բնական, այսպես ասած, ձևով շատ սովորական, որտեղ կարճ ժամանակ էր անցել, համեմատություն էր ներկայի եւ ընդամենը 10 տարվա անցյալի հետ։ Դրանք իհարկե մակերեսային համեմատություններ էին, եւ քանի որ մարդիկ կարողանում էին համեմատել այն, ինչը տեսնում էին իրականության մեջ։ Իսկ 1827-ի նվաճումից հետո տեսանելին այն էր, որ ռուսական տիրապետության տակ հայերը բնախոսական, ֆիզիկական, այսինքն բնաջնջման չէին ենթարկվում։ Իսկ բնախոսական բնաջնջումը Պարսից խաների օրոք դարձել էր նրանց ապրելակերպը, սովորական ապրելակերպը։ Հայերը Պարսից շահերի իշխանության տակ գիտեին, տեսնում են, որ իրենք պարզապես ֆիզիկապես են բնաջնջվում, բայց ահա Ռուսաստանի նվաճումից հետո այդ ֆիզիկական բնաջնջման աստորեն վտանգ անցել էր, հետևաբար նրանք իհարկե շարունակում են ոգևորված մնալ ռուսական ներկայությունից ընդհանուր առմամբ, իսկ չմոռանանք, որ Աբովյանը ինչ-որ բաներ արդեն ստիպված էր լրջորեն վերլուծել, գիտեք, Պասկևիչի հայտնությունը Լեհաստանում եւ այնտեղ ուրեմն ապստամբություն ճնշելը եւ ապա այդ զինվորության ուրեմն բերված
մարդկանց բանտարկվածներին Սիբիր քշելը եւ այլն, այս բոլորը արդեն դա տեսել էր, նա արդեն սկսել էր մտածել։ Ուրեմն եւ մարդկանց հայերի հիշողության մեջ բնականը դեռևս մնացել էր Երևանի բերդի մասին եղած հիշողությունները։ Գիտեք, մենք Աբովյանին ընդհանրապես շատ վատ գիտենք, չենք ուսանել, թաքցրել են մեզնից Աբովյանին, բայց մենք մի քանի հարցեր, այսպես ասած, պարզաբանել ենք մեր դպրոցական ուսումնառության շրջանին։ Ինչ էր մեզ հայտնի Աբովյանից, հայտնի էր Երևանի բերդը, այն հատվածը, որ Երևանի բերդը քանի ողորմելի հայի միս է կերել, քանի ամեղ հոգի տարիներ շարունակ չարչարվել է, տանջվել է, ողջ ուր նահատակվել է նրա կրակի ու բոցի մեջ եւ այլն։ Հետո Զանգու գետի մասին։ Մի խոսքով այս ամենը այն հիշողություններն էին, որոնք տարբերակում էին բասկական անցյալը եւ ռուսական ներկան։ Եվ ողջունում էին հայերը ռուսական մուտքը Հայաստան եւ չէին էլ նկատում, թե ինչպես արդեն հայտնվել են գաղութային մի վիճակի մեջ եւ ոչ միայն գաղութային վիճակի, այլև ճորտատիրական մի երկրի մեջ, որտեղ իհարկե իշխում էին կամայականությունները, բարբարոսական անհանդուրժողականությունը, մարդու արժանապատվության նկատմամբ, քաղաքական ոստիկանության հետապնդումները, ուրեմն Սիբիրյան աքսորներն ու մահապատիժները, որոնք կատարվում են առանց դատու Դարաստանի, իդեպ նկատի ունեցեք, որ Ռուսաստանում չի եղել դատարաններ չեն եղել, պարզապես ախրանքան աղնորդությունը, որը դեռ Իվան Գրոզնու ժամանակ էր ստեղծվել, կամաց զարգանալով Նիկոլայ առաջինի ժամանակ հատկապես, ախրանքան հետապնդում էր մարդկանց, տվյալներ էր հավաքում նրանց գործունեության, հետո ձերբակալում էր, հետո նրանց հանձնարարում էր բացատրություններ գրել, այսինքն մեղայական գրել, ստանում էր այդ մեղայականները, որտեղ մարդիկ կամ ազնվորեն գրում էին իրենց մտայնությունները կամ պարզապես չէին գրում, բայց դա ոչ մի նշանակություն չուներ։ Արդեն ախրանքայի տվյալները, այսինքն այն ժամանակվա KGB-ն էր սա։ Ուրեմն բաղնորդության տվյալները բավական էին, որ առանց դատու Դատաստանի պարզապես կամայականորեն կամ մահապատիժի ենթարկեին, կամ ուրեմն ուղարկեին Սիբիր։ Մի խոսքով պիտի չմոռանանք, որ Ռուսաստանը արդեն այն ժամանակ ոստիկանական, ճորտատիրական ինքնակալություն էր եւ փաստորեն Պարսից խաներին փոխարինել էր ռուսական պաշտոնյաներով եւ արդեն ստեղծվել էր մի արտոնյանների խավ, որի մեջ մտնում էին նաեւ հոգեվորականները։ Իսկ ուրեմն գեներալ Պացկևիչը, Իվան Պացկևիչը համոզված էր, որ այս նոր նվաճված երկրները մեկ ընդմիշտ, այսպես ասած, ձուլելու, յուրացնելու համար, այնպես որ երբեք ու երբեք նրանք չհիշեն իրենց երկրների ազատ գոյությունը, կամ չպատկերացնեն, որ այդպեսի գոյություն նույնպես հնարավոր է առանց Ռուսաստանի։ Եվ ուրեմն անհրաժեշտ գտավ առանց որևիցե երկար բարակ ձգձգելու Կովկասի մեջ ներմուծել արդեն Ռուսաստանում գոյություն ունեցող ոչ միայն բոլոր օրենքները, որոնք գիտեք բավականին տարօրինակ օրենքներ էին, այլև ռուսական դպրոցներ բանալը։ Ուրեմն հայկական
նահանգի մեջ Հայաստանի նվաճումով Ռուսաստանը ավարտել էր ամբողջ Կովկասի նվաճումը եւ իր ծավալապաշտական ծրագրի հաջորդ փուլը բնականաբար Կովկասի համատարած ռուսացումը պիտի լիներ։ Այլապես կայսրությունը չէր կարող դիմանալ։ Հետևաբար չնայած դադարել էր հայերի ֆիզիկական ջարդը խանեդի իշխանության տակ, պարսից իշխանության տակ, բայց դա փոխարինվել էր հայ ժողովրդի հոգևոր բնաջնջումով, որը դա ամենից սոսկալին է։ Իդեպ այդ հոգևոր բնաջնջման գործը գիտեք շարունակվում է մինչև այսօր։ Շարունակվում է նույնիսկ հերոսացած այսպես ասած գործիչների շնորհիվ, որոնք վարչապետական աթոռին նստելուն պես 99 թվականին որոշում կայացրին Հայաստանում բացել 60 ռուսական դպրոց։ Գիտեք, զարմանալի է եւ այդպիսի դավաճանական, այդպիսի նողկալի քայլը մոռանալով հանկարծ մարդուն հերոսի կոչում են տալիս միայն այն պատճառով, որովհետև ամբիոնի վրա է սպանվել։ Զարմանալի է։ Այս իմիջիայլոց։ Բայց խնդիրը հետևյալն է։ Ուրեմն Պացկևիչի նախաձեռնությամբ 1836 թվականին մարտ ամսին Նիկոլայ առաջին ցարի ձեռքով հաստատվեց այն կանոնադրությունը, որ Պասկևիչը ուրեմն շարագրել էր, ստեղծել էր հայաստանյաց առաքելական եկեղեցու ուրեմն մասին կամ համար եւ դա ամիջականորեն վերաբերում էր հայ ժողովրդի ինքնությանը, մարդու ինքնությանը, ազգային մշակույթին եւ նրա հավատը օտարի բացահայտ բռնատիրության ենթարկվելու ուրեմն գործիքի տակ այդ կանոնադրությունը այդ գործիքն էր ինքնությունը սպանելու գործիքն էր իդեպ երկար ժամանակ այնպես իրերի բերումով այդ եկեղեցին հայաստանյաց առաքելական եկեղեցին կարծեք թե դիմացավ չնայած 1920 թվականից հետո աթեիստական հակաքրիստոնեական արշավանքի համատարած արշավանքի ծանր պայմաններին չնայած այն բանին որ Հայաստանում այդ տարիներին 20-ական 30-ական թվականներին պարզապես ֆիզիկական բնաջնջման ենթարկվեցին հոգևորականները եկեղեցու եւ Էջմիածնի եկեղեցու ընդամենը մի քանի եպիսկոպոս էին մնացել վախեցած թաքնված գրեթե եւ գիտեք էլի պիտի ես զուգահեռ հասկացնեմ այսօրվա մեջ որ այսօր էլ Հայաստանյաց առաքելական եկեղեցին Մոսկվայում Ռուսաստանում արդեն պաշտոնապես կոչում է Հայաստանյաց առաքելական ուղղափառ եկեղեցի Մոսկվայի թեմի ռուսական թեմի ուրեմն առաջնորդը այդպես էլ ներկայացնում է եւ Հայաստանի փաստորեն դրացու կաթողիկոսը նույնպես Ռուսաստանում օգտագործում է այդ անունը քանի որ հեռանկարը հետեւյալն է այն ժամանակվանից լեզուն վերացնել ռուսական դպրոցներով հավատը ուրեմն բերել ձուլել ռուսական ուղղափառության մեջ հիմա անում է մեր եկեղեցին Էջմիածնի եկեղեցին եւ դրանով վերջանա ընդհանրապես հայ կոչված տեսակը որովհետեւ
Ինչպես տեսնում եք Հայաստանում վերականգնվել է ռուսերեն այսպես ասած հարաբերություններ ռուսաց լեզվով եւ ինչպես տեսնում եք սկսվել է քրիստոնեության դեմ ընդհանրապես մի զարորերի պայքար որպեսզի նույնիսկ չի եղել երևի սովետական շրջանում այդպիսի բամբասանքներ եւ այդպիսի նենգություններ եւ փաստորեն այդ բոլորը արվում է նրա համար որպեսզի մի կողմից հիասթափված ժողովուրդը հետ կաշվի եւ բանի տեղ չդնի իսկ մյուս կողմից էլ ազատ գործեն այսօրվա հոգեվորականները եկեղեցին եւ ազգը ձորելու համար ռուսական ուրեմն իրականության մեջ ցավալի բան է ուրեմն բայց այդ մասին էլ ժամանակին վկայություն է եղել ուրեմն այդ տարիներին ճանապարհորդում էր Հայաստանի տարածքներով գերմանացի ճանապարհորդ Մորից Վագները եւ նա գրել է ճամփորդական հուշերի մեջ որ Ռուսաստանի բուն նպատակն էր Էջմիածինը գրավել որպեսզի ինչպես տեղի տարածքին մարմնավորապես դիվում նույնպես եւ կաթողիկոսի ուժի վրա հենված վարպետությամբ իր ուզած կարգադրությունները անելով աշխարհով մեկ սփռված հայ համայնքների վրա եւս իր ազդեցությունը ունենա եւ նաեւ արտասահմանում սփռված հայ համայնքների ժողովրդին բարոյապես էլ դիգի այսինքն խնդիրը նույնն է ինչպես այսօր Էջմիածինի կաթողիկոսական աթոռը դառնալու էր զորել մի գործիք ոչ միայն հայերին ձուրելու այլև ռուսական արտաքին քաղաքականության համար հետո մի կարևոր մի բան էլ ասեմ որը ճիշտ ասած մենք չենք անդրադարձել ընդհանրապես այդ խնդրին ինչ անուն ուներ այն տարածքը որ Ռուսաստանը գրավեց շահական Պարսկաստանից ինչ էր կոչվում այն ժամանակ հայերը իրենց ասում են Պարսկահայենք կամ սա Պարսկահայաստանն է մյուսը Թուրքահայաստանն է եւ միևնույն ժամանակ Պարսկահայաստանի հայերը լինելով բնական է պարսկական պարսիկ քաղաքացիներ ուրեմն պարտավորեն ունենալ նրանց կանոններով օրենքներով շարժվելու ընդունակություն եւ համարում էին հայրենիքը Պարսկաստանի ինչպես նաեւ հայրենիք էին համարում Թուրքիան Թուրքահայաստանի ժողովուրդները հայերը քանի որ նրանք այդ կայսրության ուրեմն մեջ էին հետագայում նաեւ քաղաքացիները երբ որ քաղաքացիական խնդիրները լուծվեցին այնպես որ այդ ժամանակ ոչ ոք չէր ասում դրսից չէին ասում թե սա Թուրքահայաստան է նույնիսկ կամ Ռուսահայաստան այլ պարզապես Թուրքիա եւ Պարսկաստան Ռուսաստանի այդ նվաճումից հետո երբ որ նվաճեց Հայաստանը փաստորեն նահանգները որոնք նվաճվեցին Պարսկաստանից 4 էին ես արդեն այդ մասին ասեցի Կարսի նահանգը Երևանի նահանգը, Նախիջևանը եւ Ղարաբաղը։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Այդ 4 նահանգները առանցին ուղղակի Կովկասի փոխարքային ենթարկվող տարածքներ էին եւ այդպես էլ կոչում էին Կարսի նահանգ, Երևանսկայա գուբերնիա, որտեղ այն ժամանակ Երևան էր անունը Երևանի Նախիջևանսկայա գուբերնիա, այսինքն Հայաստան անունը չկա այդ քարտեզների վրա։ Հայաստան անունը չի եղել այդ քարտեզների վրա մինչև 1922 թվականը։ Չկար, Հայաստան չկար։ Ուրեմն եւ բնական է պատճառը հենց այն էր, առիթն այն էր, որպեսզի ժողովուրդները, նվաճված ժողովուրդները ընդհանրապես դադարեն իրենք ճանաչելուց, իրենց պատմությունից զրկվեն, հեռանան, գիտեք, ես որ ասում եմ,
19-րդ դարի այս 30-ական թվականների, 40-ական թվականների մասին շարունակ իմ միտքը գալիս է, կներեք իհարկե, գալիս է մեր ժամանակները։ Ինչպես հիմա, ես չեմ հասկանում օրինակ, ինչ են որոնում մեր թերուսները գնալով պատմության հազարամյակների խորքերը։ Ինչ են ուզում ասել, հայտարարելով, թե Մաշտոցը ոչ թե տարերի գյուտ է արել, այլ չէ, կամ այդ գյուտը կատարվել է ոչ թե նրա համար, որպեսզի գրականությունը թարգմանվի, չէ, դրանից առաջ արդեն ունեցել ենք, բա ոնց, կարևոր չի, որ դրանից առաջ ոչինչ չենք ունեցել։ Եվ կարևոր չի, որ այսօրվա հայերենը, այսօրվա գրագիտությունը մեր ժողովուրդը չունի։ Այդ մասին չեն մտածում։ Եվ պնդում են, շարունակ պնդում են, որ ահավասիկ մի հատ տեղ ենք գտել, որի 5000 տարվա պատմությունն ինչ գիտեմ, մյուսը ինչ որ մի ուրիշ բան ունի, չեմ անում, բուրգերեն հայտնաբերում, մի խոսքով շումերների ուրեմն հետ այսպես շարավիրներ են հայերը, եւ եթե ասենք թե բանը այնտեղ հասնի, հայերը նաև կարող են այդ ճանապարհներն տեսնում, հայերը կարող են նաև մոտ ժամանակներում կոչվել ինկերի, ուրեմն ազտեկների, Լատինական Ամերիկայում ուրեմն կորած այդ ժողովուրդների հետևորդներ, փաստորեն ստացվում է, որ ինչ որ ռուսներն են անում հիմա, որտեղ նույն բան անում են ռուսները։ Ռուսները իրենց հայտարարում են շատ հին ժողովուրդ, նրանք համարում են, որ իրենք են հիմնական ուրեմն քաղաքակրթության ստեղծողները, նույնությամբ այդ բոլորը կրկնում են հայերը հայերի մասին։ Եվ զարմանալին է, որ մյուս ժողովուրդները նույն բանը կրկնում են իրենց մասին, այսինքն փաստորեն բոլորը գնում են դեպի պատմության խորքերը, նախկին սովետական միության ժողովուրդները, ապացուցելով, որ իրենք շատ հին են, այսինքն ամենահինը իրենք են, իրենցից է ամեն ինչը սկսվել, լեզուն, չգիտեմ, բայց դրա հետևանքով նրանք ցրում են մարդկանց ուշադրությունը իրականությունից, նրանց ներշնչում են, թե միևնույն է, էլի, սրանք կորուսյալ բաներ են, սրանք ցույց բաներ են, ձեր քաշեք այնտեղ է մեր պատմությունը, հիմա ինչ որ լինում է, մենք հին ենք, կարևորը դա է, հասկանում եք, դա ամենամեծ վտանգն է, որի դեմը պիտի առնել։ Իհարկե մենք չենք կարող առնել, որովհետև տգիտությունը եւ ծրագրված նենգությունը, նենգագիտությամբ լեժնաուկը ռուսերեն միջոցով անպայման փաթաթում են մեր ժողովրդի եւ մյուս ժողովուրդների, բայց մենք մեր ժողովրդի հետ գործ ունենք, վզին։ Հավանաբար ստացվելու ժամանակն է ընդհանրապես եւ ամեն մի երևույթի դեմ վճռականորեն փաստերը բերելով ապացուցել, որ դա այդպես չէ։ Այստեղ ուրեմն ես դարձյալ դատարկ եմ առնում, այս պարունակը համարենք ամփոփված եւ ուրեմն անցնենք հաջորդ պարունակին, որը կարծում եմ ավելի կնենք դեպի մեր պատմության հետաքրքիր խորքերը, շատ ավելի հետաքրքիր խորքերը։